Անցած տարի տղաս եկավ, ասում եմ, մամա, դու X Factor-ում judge ես եղել։ Հիմա երեխեքը դա շոտ գնահատում են։ Որտեվ երևի թե շահամոլ են ավելի։ Կարողա դու քո մեջով արտիստ չես։ Երբ երեխա ես ունենում, ինձ թվում է կյանքում չես անջատվելու։ Մաման ուզում էր ապրել։ Լոս Անջելեսում կյանքը ցավոք սրտի այնպես է, որ միայն ուտելու մասին է։ Բայց այդ փոքր դոզաները, որ բարբերաբար լինում են, դրանք քեզ պետք են, չէ։ Ասում չէ, ժողովուրդ, ես իմ մաման չեմ։ Այսինքն ոնց որ էլի ռեժիմը հաղթում է։ Պես շատ կոմպլեքսավորվում էի իմ քթից, Մենք էստեղ այնքան խառն ենք։ որովհետև գլխիս անընդհատ մի բան գալիս էր։ Կներեք, ես էլ Շոու բիզնեսը զզվելի տեղ է։ դու օրվա համերգի փողով մամայդ քիմիան ես վճարել։ Ինչ որ չափով կարող եմ մի քիչ խփել այն մոտ։ Էմ արդյունքներից հետո ինչ արեցիր, գնացիր հյուրանոց։ Չի կարա պրոստը վեր կանա գնա հանրային հեռուստատեսության նախագահի հետ կռիվանի, չի կարա։ Ինչ որ մի բան եղել է, չէ, որ կռիվա անում։ Այս կապածը մի հատ գնայես 100-ից ռեզինը երևում է։ Դաժե եթե ինքը կայֆ է։ Ես սիրում եմ մեծ ռեզիններ։ Ես միշտ ռեզիններ ռաբիզ եմ մեծ։ Բանտի, Մեծ ռեզիններ են լինում։ Սիրում եմ, շատ եմ սիրում։ Ես դու չես պատկերացնում ինչ հիմար բաներ եմ սիրում։ Էմ սկսենք։ Դավայ։ Բարև Էմ ջան։ Ինչքան վաղուց չենք տեսել Շատ իրար։ վաղուց իրականում շատ։ Նու ես Հայաստան շատ եմ գալիս, քեզ տեսնում եմ հեռվից, հեռուստատեսությամբ, չգիտեմ, ինտերնետով եւ այլն, բայց իսկապես Հայաստանում ինչքան որ վերջին տարիներին եղել եմ, ոչ մի անգամ քեզ չեմ հանդիպել եւ ինչի համար հիմա շատ ուրախ եմ, որ այսքան ջերմ մթնոլորտում հանդիպեցի քեզ։ Նույնիսկ գիտես իմ մտքով ինչ անցավ, կարող է մենք վերջին անգամ հանդիպել ենք Միացյալ Նահանգներում, շատ վաղուց, երբ դու դեռ այնտեղ չէիր ապրում, երբ համերգ էր, դու Միրանի հետ էիր ելույթ ունեն։ Գիտես ինչ հին բան եմ ասում, երևի 2010-ը, այդ տենց։ Նույնիսկ ես չեմ հիշում։ Չես հիշում այդ համերգը, ուրեմն նա ինքը Անուշն էին, Սիրուշոն, դու Միրանը, Անդրեն։ Այդ տենց համերգը շարմներ կազմակերպել։ Հա։ Ու ես հաղորդում էի նկարում այդ համերգի ու ընդհանրապես նահանգների հայերի մասին։ Չէ։ Չես հիշում։ Հիմա ինչ ուզեմ կարամ ասեմ, այդ տենց։ Իսկապես չեմ հիշում։ Ես վերջին անգամ, որ Հայաստանից եկած արտիստներով, որ միասին ինչ որ համերգ եղել է երկերքոցը, Չէ, ես քեզ ասում շատ վաղուց, այսինքն 16 տարի առաջվա բան եմ ասում։ Չէ, իսկ լավ է լիլու։ Լավ ինչքան հին ենք։ Որ ինչ որ նոր էջս գրանցվում, պետքա տարեթիվ գրես, գրանցվում ես, սենց ես անում։ 1900, 1800, 1700։ Ամեն դեպքում շատ վաղուց քեզ չեմ տեսել ու այս վերջին շրջանում, որ սենց տեսա եկել ես, ավելի ուշադիր էի էջիդ, կոնտենտիդ, հաղորդումներին, եմ դու շատ սիրունացել ես։ Հա, դու տենց ես զգում։ Ես ինձ այդպես եմ զգում ամեն դեպքում։ Իրականում իմ մեծ խնդիրներ ես ունեցել եմ դեռ անցումային տարիքում, ես գնամ հետ էլի կամ որովհետև կարծում եմ շատ մարդկանց կհետաքրքրի նման բաները, կոմպլեքսների մասին խոսելուց, աղջիկներ, դեռահաս, չգիտեմ, մարմնի փոխվել, դեմքի փոխվել։ Ես իսկապես շատ կոմպլեքսավորվում էի իմ քթից։ Եվ ինձ երկար տարիներ ծնողներս չէին թողնում, որպեսզի ես վիրահատեմ իմ քիթը։ Բայց հորքուրիս հորաքրոջս օգնությամբ ինքն էլ էր վիրահատել իր քիթը, ինքը հասկանում էր երևի թե այդ զգացողությունը, կոմպլեքսը, թե որ կողմից նկարես, այս կողմից նկարվես, չնկարվես։ Ես այդ վիրահատությունը արեցի մոտավորապես 21 տարեկան էի, եթե չեմ հիշում, դեռևս կարծում եմ կարելի էր գոնե մի քիչ ավելի շուտ սկսել, որովհետև 21 տարեկանում ես արդեն շատ տեսահոլովակներ ունեի, նկարահանումներ, համերգներ, լիքը տեղեր արխիվային վիդեոներում կան իմ հին քթով վիդեոներ։ Ես իսկապես փոխվեցի այդ վիրահատությունից հետո։ Ես ինձ ավելի հանգիստ էի զգում, ավելի գեղեցիկ էի զգում, կոմպլեքսներս վերացան, բայց հիմա ինչ վերաբերվում է հիմա, ինչպես եմ ես հիմա ինձ զգում, ինձ թվում է դա ոչ թե որովհետև իրականում ոչ մի ինչ որ չեմ գնացել դեմքս ձգել կամ չգիտեմ ինչեր արել, ինձ թվում է դա մարդու մեջ առաջանում է, առաջ է գալիս այն ժամանակ, երբ որ մարդը հանգստանում է եւ ավելի ինքը գտնում է իրան ինչ որ մի ուրիշ նոր տեղ, հանդարտվում է։ Ամենագեղեցիկ բառը կարելի է ասել հանդարտվել բառը, այո։ Գիտես, հետաքրքիր է նաև երևի տարիքի հետ մարդկա ում մեծանալը սազում է ու քչերին է երևի, որովհետև ինքնին երիտասարդությունը դա գեղեցկություն է։
լինենք օբյեկտիվ, papas միշտ ասում էր 18 տարեկան աղջկա տղայի աչքերի փայլը ոչ մի բանի հետ չես փոխի ու այնքան հետաքրքիր է, մենք կարող ենք մեծանալով լինել գեղեցիկ, բայց մի հատ sense փայլ կա, որը հետո հետ չես բերի։ Ու քչերն են, որ տարիքի հետ ավելի լավանում են։ Իմ համար, իմ կարծիքով, դու տարիքի հետ ավելի լավացել ես։ Մերսի։ Այդպես եմ տեսնում։ Շատ եմ կոմպլիմենտներ ստանում իրականում։ Նաև ոճային, գիտես ինչքան նայում եմ հագուստը եւ այլն, ինձ դուրս գալիս, այն ինչ որ ոնց որ գտել ես մի ուղություն, մի ձև, որը քոնն է ու շատ դուրս գալիս է։ Դե բեմում առաջ հիմա էլ բեմում սիրում եմ ավելի շատ փայլ, բնական է։ բայց առօրյայում ավելի հանգիստն եմ սիրում, թեթև, հարմարավետ, բայց ասեմ գախնիկ։ Արդեն 2 տարի կլինի, ես ընդհանրապես չեմ գնում հարմարավետ կոշիկներ, որպեսզի նպատակային անհարմարն ես գնում։ Այո, ոչ թե անհարմարն եմ գնում։ Չէ՞ որ անընդհատ սպորտային կոշիկների մեջ մանավանդ Լոս Անջելեսում ապրող մարդիկ ինձ շատ լավ կհասկանան։ Այնտեղ մարդիկ քայլում են, դուրս են գալիս տնից Շատ քիչ սպորտային կոշիկներով եւ յոգայի լեգինգսներով, այո։ տրիկոներ, կներեք հայերեն բառը չեմ կարող ասել։ Եվ ես որոշում կայացրեցի, առանց դրա էլ չէի դուրս գա ինչ որ շատ տեղեր այդպես, բայց ես իմ մեջ որոշում կայացրեցի, որ նույնիսկ կոշիկների դեպքում ես չեմ ուզում գնել հարմարավետ կոշիկներ։ Ես ունեմ դրանք սպորտով զբաղվելու համար։ Ես ունեմ ցածր կոշիկներ, գեղեցիկ, չգիտեմ, բալերինա կոշիկներ, բասանոշկաներ եւ այլն, որոնք նույնպես հարմարավետ են, բայց դրանք սպորտային չեն։ Ավելի կանացի։ Այո, կանացի եւ միշտ հիշում եմ papaիս այն խոսքերը, որ ինձ միշտ ասում էր, ես ինչքան նախ անցումային տարիքի ժամանակ շատ խառն էի հագնվում, անընդհատ լայն շալվարներ, դա երևի նույնպես կապված էր մարմնի չձևավորված լինելու հետ կապված, հագնում էի ավելի լայն, բայց ինչ է, քեզ թվում էր ավել կիլոգրամներ ունես, այդ պահը բաց եմ թողել։ Տենց իմ համար դու երբեք լիքը չես եղել։ Չէ, ես երբեք լիքը չեմ եղել, բայց երևի թե դա ինչ որ տարիքային բան է, որովհետև հիմա էլ որ նայում եմ երիտասարդ աղջիկների մեջ, կարողանում եմ տեսնել իմ հին նկարներից, իմ հին պատկերներից, այդ իսկ պատճառով սպորտային հագնում էինք շատ, այո, լայն շալվարներ, բան տոպերով, մայկա, տոպի վրայից էլի տոպի վրայից մի հատ էլ տոպ, հետո լիքը կախված բաներ եւ այլն։ Եվ մի օր papas ինձ ասաց, գիտես ինչքան ես հիշում եմ, դու ունես գեղեցիկ ոտքեր, կարող ես մեկ-մեկ էլ յուբկա հագնես, շոր հագնես, շրջազգեստ հագնես, չեմ ուզում քեզ էլ շալվարով տեսնեմ, տաբատով տեսնեմ եւ այդ խոսքերը ինձ առաջ եկան, ինձ մոտ եկան մի 2 տարի առաջ ու ես որոշում կայացրեցի, որ ես չեմ ուզում հարմարավետ էլ պետք է հագնվեմ, բայց գեղեցիկ։ Գիտես, այդ հարմարն էլ իր վատ կողմն ունի, որովհետև այնքան է սովորում ու ուզում, որ այդ հարմարը լինի, որ նույնիսկ այդ մի կես ժամը, որ պետք է այդ անհարմար բարձրագրում կհագնես, քեզ թվում է ասենց ինչ փորձությունը հագնեմ, հանեմ։ Մեր տունը 5-րդ հարկում է միշտ եղել, չէ՞, Երևանի եւ առանց վերելակ, հին շենք, բարձր աստիճաններ եւ նկարահանումները։ Դու ոչ ոք ավելի լավ չի հիշի քեզնից բացի։ Ասա ինձ, երբ էին ավարտվում նկարահանումները 4-ին առավոտյան։ Առավոտյան էին ավարտվում, այո։ Դուրս էինք գալիս առավոտյան, վերադառնում էինք առավոտյան։ Այդ ժամանակ ես 5 հարկ բարձրանում էի բարձր կաբլուկներով, բեմական կոշիկ։ Ու մտքովը չէր անցնում, չէ՞ որ կարելի է հետդ ունենալ ցածր։ Ունեցել եմ, բայց այնքան հոգնած էի լինում, միչև քանդես, փոխես կոշիկներդ, հետո այս կողմ, այն կողմ, այդքան տոպրակներով, բեմական հագուստներով, կոշիկներով բարձրանում էի 5 հարկ։ Եթե կարողանում էի առաջ անել, ուրեմն հիմա էլ կարող եմ անել։ Իմ մեջ հետաքրքիր բան ես, գիտես, մտածել։ Այո, չգնալ վերջնական կոմֆորտի հետևից։ Չէ, երևի դա մի քիչ էլ տարիքային խնդիր է, որ դու քեզ ապացուցես ես կարող եմ։ Բայց դուրս գալիս է, որովհետև այնքան հաճելի է, որ միշտ կոմպլիմենտ ես տանում։ Մանավանդ Միացյալ Նահանգներում ավելի կոկիկ կանանց շատ ես տեսնում։ Մեզ մոտ Հայաստանում միշտ 40 անց կանայք եղել են ավելի մեծ կանայք, չէ՞։ Եվ Լոս Անջելեսում ապրելու ընթացքում ես հասկացա, որ 40 տարեկան կանանց եւ 50 տարեկան կանանց եւ 60 տարեկան կանանց կարելի է տեսնել գեղեցիկ, բայց ինձ թվում է աշխարհում է, գիտես, փոխվել, տարիքը փոխվել է, նկատել ես։ Այո,
Կարելի է ասել։ Տարիքը Երևի թե փոխվել է։ չէ, ուղղակի երևի ամեն ինչ արդեն հասանելի է եղել։ Երևի եղել են նման մարդիկ, բայց մեր աչքին հասանելի չի եղել, Ճիշտ որովհետև ես ինտերնետը ասում։ բացահայտեց ամբողջ ներաշխարը Դա էլ մարդկանց։ կա, բայց նաև նորաձևությունը շատ մեծ դեր ունի, այսինքն այն ժամանակ 40, 50, 60 չէ, ասենց գնալով ինչ որ ավելի լուրջ ոճի էին կանայք, հագուստ ավելի տենց ասեմ ծոցայական էր Այո, եւ այլն, այո։ բայց հիմա տենց բան գոյություն չունի։ Հիմա նորաձևությունը բոլորի համար է ու դրա համար տարիքը շատ փոխվել է։ Նաև այդ առողջ ապրելակերպը, սպորտը, ամեն ինչը ազդում է դրա վրա։ Իմ կողքը եղել է օրինակ իմ մաման, որովհետև իր համար օրինակ վերջին մի քանի տարիներին, երբ արդեն քիմիայի պատճառով եւ մարմնի փոփոխություն, չափսեր եւ այլն, նույնիսկ այդ ժամանակ ինքը արթնանում էր, ամենաառաջին բանը ինչ անում էր, նա միանգամից շպար չէր դնում, բայց գոնե շրտներ պարտադիր պետք է ունենար եւ Տանը թարթիչներ։ մենակ դուք էիք։ Այո։ Ինչ է դա։ Եվ ես կարող եմ նույնիսկ ասել, ինչքան էլ որ իմ papan միշտ ասում էր, որ իմ մաման ամենագեղեցիկ կինն է, ինքը միշտ բարձրաձայն ասում էր, քո մաման ամենագեղեցիկ կինն է։ Ինչքան էլ որ ինքը տեսնում էր իմ մամայի գեղեցկությունը, բայց իմ մաման միշտ ունենում էր շրտներք եւ թարթիչներն են հին թվականի այդ լուցկու տուփի պես թարթիչներ էին, որոնք ժամերով սենց կիստճկան անում էին, քսում էին, հետո ինքը ասեղով հատ առանձնացնում էր թարթիչներ, այսինքն ես առավոտյան արթնանում էի, տեսնում էի մամաս նստած մեծ հայլու դիմաց պատրաստվում է ուղակի իր նորմալ առօրյային։ Չէ, դա քրքիր է։ Ու դրան ի հակառակ այսօր հաճախ մարդիկ այդ վազքի մեջ, մանավանդ իմիջելից նահանգներում, չէ, ես հասկանում եմ, որ այդ վազքը այնքան շատ է ու շատ մամաներ կա, որ ուղղակի դպրոց, խմբակ եւ այլն, որ չես պատկերացնում, որ կարելի է առաջինը, եթե դու տանն ես, միայն քո տան անդամներն են ու սենց շպարվես։ Ես կարող եմ չշպարվել, բայց թարթիչներս հաստատ կքսեմ։ Երևի դա մենակ եթե տանն ես, կքսես։ Այո։ Դες քո մամայի աղջիկն ես։ Ես նոր եմ ինձ բռնացրել այդ փաստի վրա։ Ո՞նց է քո կյանքը նահանգներում։ Զբաղված։ Եվ ինձ սխալ չհասկանաք, ես ինքս եմ ընտրել այդ զբաղվածությունը իմ եւ իմ ընտանիքի, իմ երեխաների համար, որովհետեւ բոլորս էլ միշտ կարող ենք ունենալ ինչ-որ մեկը, որը կանի մեր փոխարեն ամեն ինչ, բայց ես ընտրեցի այն, որ ես ինքս պիտի զբաղվեմ իմ երեխաներով։ Ամեն ինչով։ Ամեն ինչով։ Խմբակներ, Ամեն ինչով զբաղված պահել երեխաներին, որպեսզի նրանք հիմարություններով չզբաղվեն, դա առաջին տեղում է եղել։ Դպրոց, գերազանց են սովորում մեր տղաները, դպրոցից հետո, չգիտեմ, մի տղաս ավելի լուրջ զբաղվում է թենիսով, մյուս տղան շատ էր սիրում բասկետբոլ, բայց հիմա ինչ որ սկսել է շեղվել դեպի թենիսի կողմ։ Սպորտով ենք զբաղվում, թենիս, դպրոցի after school activity-ներում գրանցվում ենք պարտադիր, դաշնամուր, շախմատ։ Դպրոցում հայեր են հիմնականում։ Հայկական դպրոց, այո, մենք հաճախում ենք AGBU դպրոցը Լոս Անջելեսում, Մարի Մանուկյան եւ շատ լավ, շատ մեծ, շատ հայկական լավ դպրոց ունենք։ Նենց հանգիստ եմ քեզ տեսնում ես վերջին շրջանում ու շատ մեծ հարց է առաջանում, որ այդքան այդ ակտիվությունից հետո, այդ համերգներից հետո, այսինքն դու աչքերդ բացել ես ու դու եղել ես կիզակ կենտրոնում, այսինքն ձեր տունը այդ ակտիվության կենտրոնն էր։ Այո, ճիշտ։ Այդքանից հետո երևի ամենակիչը քեզնից էր սпасելի, որ կկարողանաս այդքան հանգիստ ներդաշնակ դնել մի կողմ ինչ որ առումով ու զբաղվել ընտանիքով հեշտ ես եկել այդ որոշմանը։ Չգիտեմ ոնց ստացվեց, ինքն իրան է ստացվել այս ամեն ինչ։ Ամեն անգամ ինչ որ հարցազրույցների ժամանակ ես պարտադիր շեշտում եմ, նշում եմ այն փաստը, որ իմ ամուսինը երբեք չի արգելել ինձ որևէ, չգիտեմ, գործունեություն ծավալել, ես դա հասկացել եմ, որ չի ծավալել։ Եվ գուցե հենց ինքն է պատճառը, որ եթե ինքը ինձ արգելեր, կարող ավելի շատ բզբզայի, չգիտեմ։ Չէ, իրականում չեմ հասկանում ինչպես ստացվեց, բայց երևի թե ես նախընտրեցի հանգստությունը, ես սիրում եմ այն կյանքը, որում ապրում եմ, որովհետև ժամանակ առ ժամանակ, եթե ինչ որ առիթներ լինում են, համերգներ լինում են, մեծ սիրով մասնակցում եմ, բայց երբ գալիս եմ տուն, հասկանում եմ, որ դա ինձ հերիք էր։ Ինչ հետաքրքիր է, այնպես չի, որ դու գալիս ես տուն ու ասում ես, այս սա էր իմ իսկականը, այելի եմ ուզում։ Դու գալիս ես տուն ու ասում ես, բավարար է լինում ինձ համար։ Այո,
նույնիսկ հասկանալով, որ վաղը առավոտյան ժամը 6-ին նորից պիտի արթնանամ եւ սկսի նույն գրաֆիկը ամբողջ օրը նույն մեքենայի մեջ այստեղից այնտեղ, ես միևնույնն է իմ զբաղվածությունը նախընտրում եմ այդ զբաղվածությունը, քան զբաղվածությունը, որը որ ունեցել եմ։ Երևի այնքան շատ է եղել այն ժամանակ, որ հավեսս դուրս է եկել, տենց կարելի է ասել։ Եմ հավեսը դուրս է եկել կամ մի ուրիշ բան էլ կա մտածում եք, գիտես, որ պետքա գայր։ Կարող է դու քո մեջով արտիստ չես։ Չէ։ Ես միշտ ավելի մամաս արտիստ իմ համար եղել։ Այդ մամատ արտիստ է։ Բայց նա նաև նվիրյալ է եղել իր գործին։ Հիմա երբ ես ինչ-որ պրոյեկտի պիտի մասնակցեմ, ես 300% միանում եմ։ Չեմ կարող ասել, որ ես մնում եմ տան էմին։ Չէ, իմ արտիստը զարթնում է իմ մեջ։ Իմ արտիստը մաքսիմում զբաղվում է այն գործով, որով զբաղվում էի այն ժամանակ։ Նույնիսկ ավելի երևի կարոտած, ավելի մաքսիմում շատ։ Իսկ անջատվում ես աշխարհից։ Այդ ժամանակ երբ երեխա ես ունենում, ինձ թվում է կյանքում չես անջատվելու։ Ես ուրախ եմ, որ իմ ընտանիքը ստեղծվեց ավելի ուշ տարիքային, որովհետև ես հասկացա, որ իմ տեսակը կյանքում այն ժամանակ նույնպես կարող էր հանձնվել եւ ընտրել ընտանիքը, եւ ես կարողա շատ ավելի քիչ բան կյանքում տեսնեի, հասցնեի, քիչ բան հասցնեի, ճիշտ է, ամեն ինչ ճիշտ է գնում իսկապես։ Բայց այդ փոքր դոզաները, որ պարբերաբար լինում են, դրանք քեզ պետք են, չէ՞։ Այո, անհնարին առանց դրա, նույնիսկ ասենց ասեմ, երբ որ գնում ես խանութ, քեզ Լոս Անջելեսում, քեզ ինչ որ մեկը ճանաչում է, դա էլ է դոզա տալիս քեզ։ Իսկ դա շատ է պատահում իմ հետ եւ երեխաներս էլ նրանց էլ է սկսել այդ ամեն ինչը դուր գալ։ Իրանք ես չեմ շատ ինֆորմացիա իրանց ժամանակին չեմ տվել։ Հետո կամանց իրանք սկսեցին մեծանալ, տեսնել այսքան ուշադրություն։ Սա ինչ է, դպրոցում ուսուցչուհին ցույց է տալիս երգ, որը Դանին օրինակ տղաս չգիտեր, որ դա ես եմ երգում։ Գնում էր բարի մի քանի պար հետո հնչում է իր մամայի երգը, բոլորը նայում են, որ սպասում են, որ պիտի ինքը ռեակցիա տա, բայց իմ տղան ռեակցիա չի տալիս, որովհետեւ չգիտի։ Եվ ամենածիծաղալու պահերից մեկը մի անգամ, երբ մի 2 տարի առաջ, թե անցած տարի, չեմ էլ հիշում, անցած տարի տղաս եկավ, ասում եմ, մամա, դու X Factor-ում judge ես եղել։ Ասում եմ, որտեղից իմացար։ Ասում եմ, ինձ իմ դասընկերուհին ցույց տվեց։ Best friend-ը։ Դե հիմա երեխեքը դա շատ գնահատում են, որտեվ երևի թե շահամոլ են ավելի։ Հետո գիտես իրանց համար այդ YouTube դիտելիություն Այս ոդկասթը ստեղծելու մեջ երևի մեծ դեր ունեն նաև իմ երեխեքը, օրինակ Ռուբենը ասում էր ոնց, բայ եթե դու ուզում ես, որտեվ Instagram-ը այդքան լավ չի պատկերացնում, էլի, չունի Instagram, YouTube-ը ավելի հասանելի է։ Ասում ես դու ուզում ես YouTube-ում ինչ-որ մի բան անել, ինչու չես անում։ Իրանց այդ կարևոր է։ Իրանք տեսնում են, ավելի շուտ են ընկալում, եթե դա գալիս է։ Մի օր մեր շատ լավ վոկալի ուսուցչուհիներից մեկին Լոս Անջելեսում մի հատ խորհուրդ տվեցի, երիտասարդ վոկալի դասատուներ են, դպրոց են հավաքել եւ շատ բոլորի հետ առհասարակ ինձ շատ են զանգում, խորհուրդ են հարցնում ինձ, եթե ես կպարապեմ երեխայի հետ, ասում են չէ, ժողովուրդ, ես իմ մաման ես չեմ ուզում այդ ժամանակ։ Ես իմ հետ եմ։ Ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ եւ ինձ հարցում են, լավ, եթե դու չես պարապում, ում խորհուրդ կտաս։ Եվ խորհուրդ եմ տալիս, ում ճանաչում եմ, որ գիտեմ իսկապես, սիրով են դա անում։ Զանգահարում եմ, խոսում ենք, հետո սենց խոսակցության մեջ ասում են, բայց նենց դանդաղ են հասկանում, մենք ուրիշ էինք, ուրիշ կերպ էր մեզ մոտ, ամեն ինչ մի անգամից ընկալում էինք, վերցնում էինք, երգում էինք եւ այլն։ Ես իրանց մի հատ խորհուրդ տվեցի, ասեցի, կարող ես փորձել վիդեո ռոլիկ հավաքել դասը։ Ուղարկես տուն, իրանք տանը կրկնություն որպես նայեն YouTube-ի միջոցով այն, ինչ որ դու դասավանդում ես։ Որովհետև ես հասկացել եմ, որ երեխաները այդտեղից ավելի շուտ են վերցնում։ Այսինքն քան իրական շփումը, one-on-one հասկացողությունը երեխաների մեջ մի քիչ դանդաղել է։ Իսկ այնպես ավելի արագ։ Ստանում են մի անգամից։
ինֆորմացիա տեսավ YouTube-ում, ինքը դրա մասին միանգամից խոսում է։ Տղաներս դպրոցում պրոջեկտներ անելու ընթացքում օրինակ հայերենի դասատուները հայաստանցի դասատուներ, մերոնք եւ դպրոցում ունեն արևմտահայերեն եւ արևելահայերեն։ Բնականաբար մեր դասատուները Հայաստանից են, շատ լավ դասատուներ ունեն եւ պրոջեկտներ անելիս խոսում ենք օրինակ վերջին ժամանակահատվածում վերջին պրոջեկտը, որը Մարտինը փոքր տղաս արել է, եղել է Վիկտոր Համբարձումյանի մասին։ Եվ մորքուրս զանգահարեց, սկսեց շատ է օգնում մորաքույրս Հայաստանից երեխաների հետ խոսում է, ինչ որ բաներ է սովորացնում, պարապում է իրանց հետ եւ այլն։ Լսեցին, բայց ինչ որ բան պակաս էր տղայիս համար։ Ինքը սկսեց ինքնուրույն փորփրել Վիկիպեդիայով, հետո Google-ում գրելով բան ու ես հասկացա, երբ տարին ավարտվեց, այդ պրոջեկտները գալիս են տուն վերջում։ Ես հասկացա, որ տղաս մեծ գիրք էր գրել Վիկտոր Համբարձումյանի մասին, այդքան ինֆորմացիա, ինչքան որ տվել էր մորաքույրս, անհնարին էր, որ այդ գիրքը լինի։ Այսինքն ինքը գտել է, մտել է, վերցրել է, ավելի շատ ինֆորմացիա է ստացել։ Հիմա խորհրդի կարգով կարող եք փորձել եւ ուսուցիչներին եմ ասում, վոկալի ուսուցիչներին, իսկապես դա կարող է ինչ-որ կերպ օգտակար լինել։ Ինչու ոչ։ Ես առաջարկում եմ խմենք մեր զբաղված մամաների կենացը ու դու ես վառ օրինակ, ոնց կարելի է ամեն ինչ հասցնել, իսկ քո դեպքում նաև բարբերաբար այտենց այդ դրանից հետո մի հատ հակնել այդ ամերիկային շքեղ զգեստը, մինչև այդ փորձերին գնալ եւ լինել արտիստ։ Այո, մամաների համար։ Այդ հեշտ չի, դες այդ switch լինելը, սենց այդ փոխվելը մենք սովորել ենք, բայց դա հեշտ բան չի։ Դրա համար երբ ես հիշում եմ հետ եմ գնում, մամաս ինքը ավելի շատ արտիստ էր, քո ասած բառը ամենաճիշտն է, բեմում էր ինքը 24 ժամ բեմում էր։ Ես մեծացել եմ տատիկիս հետ, մորաքրոջս հետ, հորքուրիս հետ։ Ես եղել եմ շուրջ բոլորը իմ կողքն էին եւ յուրաքանչյուր վարքյանի մամաս կարող էր ուղակի գնալ բեմ։ Այո։ Ինքը դրա այնպես չի, որ դու luxury էր։ քեզ տանում էր դպրոց։ Չէ։ Այո։ Նախ ասեմ դպրոց մենակ էի։ Այս ժամանակ ինչքան ինքնուրույն էինք, առաջարկում խմենք տակար էքստրա բրուտ, մեր հայկական գինիներին, չգիտեմ հիմա ծանոթ ես հետևում ես թե չէ, բայց տակարը ֆանտաստիկ է, մի հատ կումարա կտեսնես համը ու հետ համը։ Ասեմ ավելին, ինձ միշտ Երևանից ընկերներս ուղարկում են ինչ-որ նորույթներ, ես տանը ունեմ։ Հետ համն էլ է, չէ, շատ կարևոր, որ կումանում ես, վերջացնում ես ու ինչքան sense թեթև հաճելի մնում է։ Երմայա։ Լրիվ չէ։ Շատ համով է։ Եմ ես տանը ունենում եմ միշտ փրփրուն կամ սպիտակ գինի։ Գիտես, են որ sense կարող ամիսը 1-2 ամիսը 1 ընկերուհիների հետ խմեմ։ Կոմոդ Ամերիկայում ովքեր են մարդիկ են, որ կան գինին բացեք։ Ես ունեմ ընկերուհի, որը ինձ հետ միասին կարող է փորձել նոր գինիներ, շամպայններ, ես շամպայն շատ եմ սիրում։ Ես էլ այդ փրփրուն։ Բայց կա մի բան, մի կարևոր կետ, որը իմ մոտ մնում է ամուսնուս հետ։ Մենք կարմիր գինին միասին ենք միշտ սիրում փորձել եւ մեզ մոտ շատ է լինում։ Մենք բացում ենք շիշը եւ ժամանակ առ ժամանակ միջև քնելը մի քիչ խմում ենք գինի եւ ոնց որ ավելի Շամանցի տարբերակ։ ժամանցի իրար հետ ինչ որ շփվելու տարբերակ։ Օրինակ papas սպիտակ գինի էր սիրում եւ ինքը անպայման սպիտակ գինու մեջ լցնում էր սառույց, որպեսզի բացվի։ Կներեք, ես էլ Այո։ սոմելիեները Չեն դեմ են, բայց Այո, ես էլ եմ սիրում։ Չեմ կարող ասել, որ ես դրա սիրահարն եմ, բայց ժամանակ է լինում, երբ դու ուզում ես մի քիչ թուլացնես, չես ուզում իրական իրան Ավելի հյութ դարձնես։ Ալկոհոլը քչացնես, ավելի Պրոսեկոն կարող է գա օգնության, բայց միևնույն է, գինին, որ մի քիչ բացում եմ, ինձ մեկ-մեկ դա դուրեկան է։ Համել երևի papayin է հիշացնում։ Երևի ավելի շատ դա։ Եմ նահանգներում արդյոք զույգը երեկոյան ունենում է այդ ժամանակը միասին գինի խմելու, այդ ապրելու ժամանակը հասցնում եք ապրել։ Շատ քիչ է ու շատ դժվար։ Շատերը նույնիսկ շատերի համար դա կարող է անհասանելի էլ լինի ժամանակ առ ժամանակ։ Մենք ընտանիքով բոլորս, նախ ասեմ, այստեղ էլ էի այդպես ապրում։ Ես շուտ արտնացող եմ միշտ եղել։ Մենք ընտանիքով շուտ արտնացող ենք բոլորս, եւ ամուսինս եւ Հա, բայց մամայինք չեմ կարծում։ Մամայինք չէ, ես միշտ շուտ արտնացող եմ եղել, բայց իմ ընտանիքում երևի միակ մարդը, որ շուտ էր արտնանում, դա ես էի։ Հա, որովհետեւ արվեստագետների ընտանիք, հաստատ գիշերը ուշ քնել։ Հիմա օրինակ փորձում եմ
ստացվում է, որ դուրս եմ գալիս, տղաների հետ քայլում ենք, ընկերներով քայլում ենք, մեր տենց պոդիումը, հա, օպերայի վայելում Ամերիկանն? ենք, այստեղ, Այստեղ ինձ թվաց այնտեղ, Չէ, հա։ այստեղ փորձում եմ, ուշ ենք գնում, բայց ժամը 6-ին, 7-ին էլի արթնանում եմ։ Չգիտեմ ոնց անեմ, որ մի քիչ վայելեմ, բայց որ օրը ուշ եմ արթնանում, գլխացավ եմ ունենում։ Այսինքն կան ինչ որ բաներ, որ բացառություններ լինում են։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուշ արթնանալը չի ստացվում։ Ուղղակի չի ստացվում։ Նույնիսկ եղել է ժամանակ, որ տղաներս ինձնից շուտ են արթնացել, իրանք սուս, իրանք համար իրանք սենյակում կարող են զբաղմունք գտնել, ինչ որ բան անել, բայց իմ ուշ արթնանալը այդ օրը լինում է օրինակ ոչ թե 6-ը, այլ 8-ը։ Միևնույնն է, ես շուտ եմ արթնանում։ Ինչքան էլ այդ երեկոն վայելենք, փորձենք ուշ արթնանալ, չի ստացվում։ Այդ երեկոն վայելելն է, հետո մյուս օրը ասում ես, լավ, վաղը մի քիչ շուտ քնեմ, որ ռիթմի շարունակությունը գնա, միևնույնն է, էլի շուտ արթնանում ես, շուտ քնում ես, որպեսզի ամեն ինչ հասցնես։ Այսինքն ոնց որ էլի ռեժիմը հաղթում է, Հաղթում է ցավոք սրտի։ իսկ քո համար լավագույն երեկոն որն է։ Լավագույն երեկոները միևնույնն է Երևանում են։ Միևնույն է, ինչքան էլ դուրս գաս Լոս Անջելեսում գնաս ինչ որ միտեղ։ Նախ Լոս Անջելեսում կյանքը ցավոք սրտի այնպես է, որ միայն ուտելու մասին է։ Պիտի գնաս, ուտես, վերջացնես, լավ, դրանից հետո ինչքան կարող ես գնաս, ուտելուց։ Հետո ոնց հասկանում եմ շատ արագ է այդ process, այսինքն քշեցինք, հասանք, կերանք, քշեցինք, եկանք տուն։ Ճանապարհը երկար է եւ նաեւ հաջող ժամով են սեղանները։ Այո, այդ իսկ պատճառով ինձ համար երեկոները Երևանն է, Լոս Անջելեսից արտասահման գնալ, Ամերիկայի սահմաններից դուրս։ Էտա։ Ամերիկայի մեջ դա կենցաղ է։ Ցավոք սրտի։ Ինչ ես անում օրվա այն պահերին, երբ երեխեքը դասի են, դու ունես քո համար ժամանակ, ինչով ես զբաղվում։ Դու նշեցիր առողջ ապրելակերպը, ես շատ եմ սիրում, մենք ընտանիքով շատ ենք սիրում տան ուտելիք եւ ինքս եմ սիրում պատրաստել։ Երեխաները գնացին դպրոց, ես իմ սուրճը հետ գալու ճանապարհին վայելեցի, եկա մի առավոտը սպորտն է, մյուս օրը երեկոյան է սպորտ։ Այսինքն իմ կյանքում սպորտը ամեն օր, եթե ոչ 5 օր, ապա 4 օրը պարտադիր, որովհետև ես տղաներիս հետ խոսել եմ այս թեմայի շուրջ, ասում եմ, եթե դուք ուզում եք, որպեսզի ես կարողանամ հասցնել ձեզ ամեն տեղ տանել, բոլոր փարթիներին, բոլոր, չգիտեմ, ձեր սպորտի ակտիվիտիներին, ընկերների հետ հանդիպումներին, ես պետք է ունենամ առողջ ողնաշար։ Ինձ դրան գալիս է օգնության յոգա, պիլատես եւ քաշային պարապմունքները, որոնք ինձ համար շաբաթվա 4 օրը պարտադիր են։ Դա կլինի 45 րոպե։ Ինչ են երեխեքը անում այդ ժամանակ։ Դե օրինակ հիմա եթե իրանք դպրոցում են, ես մաքսիմում փորձում եմ դպրոցի ժամերին։ Լինում է շաբաթվա մեջ 2 օր, երբ նախ ասեմ, որ երբ ունենում ենք 2 երեխան, ունենում են տարբեր ժամի ակտիվիտիներ, այդ ժամանակ ինձ օգնության է գալիս մեր նյանյան, որը որ մի երեխային ինքն է քշում միտեղ, մյուս երեխաներին բաժանում ենք մասերի, հավասար ենք բաժանում, մի օր մեկին ես եմ վերցնում, մի օր մյուսին ինքը։ Այդ օրը, որ իմ միակ երեկոյան պարապմունքն է, դա յոգան է, ես այդ օրերին ինքն է տանում երեխաներին թենիսի եւ ես վայելում եմ իմ յոգան, որը իմ ողնաշարի միակ օգնականն է երևի թե։ Եվ մնացածը սպորտ, շատ եմ սիրում farmers market գնամ, որպեսզի բանջարեղենը միրգ առնեմ, ասեմ իմիջայլոց նաեւ ինչ որ չափով կարողամ մի քիչ խփել այ մոտ, որովհետեւ ես սկսել եմ արդեն ամեն օր ավելի շատ մտածել նրա մասին, թե ինչպես անեմ, որ առողջ ապրելակերպը պահպանվի 100%-անոց։ Պատրաստում եմ հյութեր, բնական հյութեր, որոնք խմում եմ ժամը 4-ին, ամուսինս էլ է խմում, երեխաներս էլ միայն մրգայիններն են սիրում։ Դա պարտադիր մեր գրաֆիկի մեջ կա։ Կարող է նաև նրանից է, որ շատ է խոսվում, որ նահանգներում սնունդը այնքան է լավը չէ եւ այլն, եւ եթե ունենում ես հնարավորություն, ես ոչ միայն քեզնից էլի եմ նկատել, որ եթե ունենում ես հնարավորություն, արդեն շատ են մյուս կողմից գնում, փորձում ես այդ հոսքից դուրս գալ, հա։ Ես ունեմ շատ լավ ընկերուհիներ, որոնք նույնպես ինպես մի քիչ շեղված են, մենք բոլորս շեղված ենք, բայց ինձնից ավելի շեղված մեր ընկերուհիներից մեկն է Իզաբելը, որը կոնկրետ զբաղվում է եւ դասեր է վերցնում առողջ ապրելակերպի wellness, ու հիմա ինչ հարց լինում է, միանգամից իրան եմ ուղում, զանգում եմ կամ link եմ ուղարկում, ասում եմ ինձ ասա։
Այսինքն այնպես է ստացվել, որ կարող եմ բարձրաձայն ասել, որ մենք հայերս, ովքեր ապրում են Լոս Անջելեսում, բավականին շատ շեղումներ ունենք այդ ուղղությամբ։ Մեծամասնությունը զբաղվում են ընտանիքի առողջ ապրելակերպով։ Բայց ինչ ես կարծում, դրա պատճառը այն է, որ իրոք վտանգը շատ է կամ ունես այդ ազատ տարածությունը քո առօրյայում։ Ինչի՞ց է, որ նույն էմին Երևանում արի համոզված լինենք, որ տենց չէր լինի։ Այստեղ ամեն ինչ ուտում ենք։ Հա։ Այստեղ նույնիսկ չափից դուրս ամեն ինչ շատ ենք ուտում։ Ինչ է այդ ազատ ժամանակը ունես, թե վախը, որ ուտելիքներին եթե ուշադիր չլինեմ, լավը չեն լինի։ Դա չի նշանակում, որ այստեղ ամեն ինչ մաքուր է, ուղղակի երևի թե մենք այստեղ Խառնենք։ Դա Մենք այստեղ այնքան խառնենք։ Ես մի բան չեմ միայն կարողանում հիմա նայ շատ մեծ սիրով եմ գալիս ու ուզում եմ բոլորին տեսնեմ, ուզում եմ գնամ ամենտեղ, բայց անցած օրը ես չէի ուզում մեքենա նստել ընդհանրապես, որովհետև տանջամահ եղա մի օր։ Ես հասկացա, որ մեկ օրում ես Երևան քաղաքում մեր տնից կենտրոնում քայլելով ավելի շատ բան հասցրեցի անել, քան մեքենայով։ Այդ շատ է փոխվել, նկատում ես, չէ՞։ Նկատում եմ եւ մի քիչ էլ զզվելի է։ Առաջ Երևանում ես որպես time management-ի մասնագետ ես շատ լավ եմ ժամանակը կառավարում 3-4 գործ տարբեր տեղերում կարողանում էի անել։ Հիմա քեզ թվում է դու դեռ կկարողանաս, մեկ էլ օրվա կեսից դու հասկանում ես, որ դու գրաֆիկից ընկել ես։ Հիմա շատ ենք ճանապարհներին։ Հիմա մետրո օրինակ։ Դե միշտ ունենք մետրո։ Չէ, ուզում ասեմ մենք այստեղ հիմա ունենք մետրո, Լոս Անջելեսում այդ մետրոն չկա։ Ինչու մարդիկ մետրոից ավելի շատ չեն օգտվում։ Օգտվում են, բավականին շատ օգտվում են ինձ թվում է, բայց միևնույն է խցանումները ահավոր են դարձել ու հոգնածնող աստիճանի ու իրոք այդ հարմարությունը ես դրանից տխրում եմ, որովհետև Երևանը իմ համար բացի որ շատ սիրելի քաղաք է իմն է, ինքը նաև իմ համար եղել է միշտ շատ հարմար քաղաք, որտեղ ամեն ինչ կարելի է հասցնել։ Այս վերջին տարիներին էլ հարմար չի հասցնելու առումով։ Դե դուք հիմնական ապրում եք, արդեն ձեզ համար հարմարավետությունը դա կարևոր բան է, բայց հիմա ինձ համար ես ուղղակի դա փորձում եմ չնկատել, նկատելի է, բայց փորձում եմ չնկատել։ Առավոտյան արթնացա, քայլեցի ինչ որ մի A կետից B կետը, երկրորդ կետը գտնվում է, չգիտեմ, սկզբից Սայեթնովայից գնացի հրապարակ, հրապարակից հետ գնացի Աբովյան Սերժի մոտ սալոնից իջա Կասկադ ընկերներին տեսնելու համար կաֆեներից մեկում երեխաները սիրում են այնտեղ գնալ։ Դրանից հետո իրանց ճանապարհեցի Հյուսիսային պողոտա, եկա տուն, երեխաները բարձրացան վերև, ես շարունակեցի մյուս ուղղությամբ, այդ ամեն ինչը ես անում եմ ոտքով ավելի արագ, ավելի հաճելի։ Բայց մի քիչ մեկ-մեկ որ շոկը արդեն անտանելի է, բայց միևնույնն է սիրով եմ անում։ Իսկ Երևանում որ լինում ես ավելի շատ այստեղ ընկերներին ես տեսնում, թե Միացյալ Նահանգներից եկածների հետ էլ։ 2 տարին, վերջի 2 անգամը շատ են եղել այնտեղի ընկերներ, բայց ես իմ ընկերներին շատ եմ սիրում, շատ։ Բոլորին փորձում եմ հասցնեմ, տեսնեմ։ Հայաստանի ապրող ընկերներս գիտեն, իրանք ուղղակի կարող են գան, կոդը գիտեն, տան, բարձրանում են, էլի չես կարող ասես, մի արի զբաղված եմ։ Իսկ այդ իր զգուշացնելը չկա։ Էլ չէ։ Հա։ Էլ չէ։ Իսկ նահանգներում պարտադիր է, որտեվ չես կարող համոզված լինել, որ տանն է։ Իմիջիայլս այստեղ էլ են գիտես զգուշացնում, այս հետաքրքիր բան ասեցիր, վաղուց արդեն շատ զգուշացնում են։ Մանկության ընկերներն են։ Հիմնականում, այո, մանկության ընկերներից 2 հոգի դեռ հիմա քաղաքում չի, բայց համոզված եմ, որ հենց վերադառնան նույն բանն է լինելու, գալու են բարձրանան վերև։ Եմ հիշեցի ձեր խումբը հայեր։ Աղջիկների հետ կապը կա։ Ես ավելի շատ ընկերություն եմ անում հին թիմի հետ, այնտեղ չգիտեմ։ Մամայենց ժամանակվա եւ հին ժամանակ դեռ Վահագնիկից Հայրապետյան Վահագնիկը, այնտեղ Լոս Անջելեսում բարաբանշիկներից կա մեր Արմանը Մանչը բարաբանշիկ, Մուրզոն, Արմինկան, Ջուսը, Լիլոն, ում հասցնում եմ բոլորս իրար հետ կապի մեջ ենք։ Բայց հայերի հետ չէ։ Բայց 4 աղջիկներս, ովքեր հետագայում գնացինք Յուրմալա եւ տարբեր իրանց հետ կապ չկա, չէ։ Մինչև խումբը ձևավորվել է, իրանք քոնկերներն են, թե մենք Դորեմիից գիտենք բոլորս իրար, Միլենայի հետ եմ շատ մոտ, Մելիքյան, Միլենան առաջին թիմից էր։ Ես էի, Միլենան էր, Նարեկն էր Բավեյան, Նարեկը եւ Նելին։ Նարեկ Բավեյանին որ գրվում ենք ինտերնետով ինչ որ բաներ ա լինում, իրար կոմենտներ անում ենք, ծիծաղում ենք, հիշում ենք։
Միլենայի հետ պարտադիր, Միլենան այն մարդկանցից է, ով որ կարողանում է գա, կոդը սխմի, բարձրանա վերև, կապ չունի գիշերվա 1000-ը կլինի, թե առավոտյան շուտ սուրճ խմելուց։ Միլենայի հետ այդ կապը մնացել է։ Նարինեին ժամանակ առ ժամանակ կարող է խոսում ենք, գրել ենք իրար, բայց չէ մնացածին ոչ մեկի հետ չեմ Նարին լավ շփվել։ ակտիվ է, գիտես, Ինքը չէ՞, միշտ տարբեր ակտիվ կուրսներ եղել, հա, բայց իր հետ կապ չկա։ Իսկ Արմինկայից ենք խոսում քիչ առաջ, այ այնտեղի քո հին ընկերները իրար հետ այդ կոֆեն, թե էլի ամեն ինչ պետքա պլանավորել, որոշել, որովհետև բոլորը երեխաներ ունեն, դպրոց կա եւ ես ապրում եմ օրինակ մի քաղաքում, մյուս ապրում է ուրիշ քաղաքում, մի ակետից բկետի համար պետքա այդ ժամանակը նենց ժամի դուրս գաս, որ չմտնես խցանման մեջ։ Հիմա ասեն ճպտում եմ, որովհետև նույնիսկ խցանումներով հանդերձ Երևանը այն քաղաքն է, ես միշտ ասում եմ, որ նույնիսկ ամենաբարդ զբաղված օրերի մեջ կարող է 2 օր չհասցնես, բայց 3-րդ օրը դու կհասցնես այդ 1 ժամը ընկերուհուդ հետ ինչ որ մի պահի, ինչ որ սրճարանում սուրճ խմել։ Հիմա նայ հիշում ես իմ աղավնին 24 ժամ, ես Երևանում չէի էլ ապրում, ես ապրում էի Լոս Անջելեսում, ինքը մեկը մեր տանն էր։ Հիմա ինքը Լոս Անջելեսում է, մենք իրար կարող է լինի ամիս չտեսնենք։ Ինքը կարող է իմ երեխաներին տեսնի, բայց ես իրան չտեսնեմ։ Այդքան զբաղվածության պատճառով, այնտեղի զբաղվածության եւ հեռավորության պատճառով ամեն ինչ մի քիչ այլ կերպ է։ Ճիշտ է, ոչ մի բան մարդկանց մեջ, օրինակ ես չեմ փոխվել իմ ընկերների հանդեպ վերաբերմունքը կյանքում չի փոխվել եւ նկատում եմ այն մարդիկ, ում հետ ես սիրով շփվում եմ, իրանք էլ են ինձ այդ սերը տալիս։ Ես կյանքում չեմ փոխվել։ Երբ նույնիսկ մի օր ծնունդիս կապակցությամբ post էի արել իմ հին վիդեոներից, ասում եմ ժողովուրդ, ես չեմ փոխվել, ես նույն մարդն եմ։ Այնտեղ սկսեցին տակը գրել, չէ, քիթը տես վիրահատել, չգիտեմ, մազերը տես ներկել, շուրթը տես լցրել, չգիտեմ ինչ ես արել։ Ես ի նկատի չունեմ, այո, տեսակը, տեսքը, ես ի նկատի ունեմ իմ տեսակը, ես չեմ փոխվել։ Ես չեմ փոխվելու, որովհետև ինձ այսպես են բերել լույս աշխարհ, դաստիարակել եւ թողել, որպիսի ես իմ երեխաներին ինչ որ բան շարունակաբար փոխանցեմ։ Երբ երիտասարդների մոտ կար տպավորություն, որ դու այսպես ես, չէ՞։ Շուտ սենց չէիր, մի ուղությամբ, հանգիստ, լուր այդ չէր, դու ասենց էմոցիոնալ էիր, խոսում էիր, այստեղ էիր, այնտեղ էիր, ասենց իմ համար դու խառն էիր։ Հիմա դու իմ համար խառը չես։ Որտեվ բաց եմ թողել բոլոր այն նեգատիվ բաները, որոնք կատարվում էին։ Շոու բիզնեսը զզվելի տեղ է ու միշտ այդպես ա եղել։ Ես չեմ խոսում իմ տարիքային ժամանակահատվածի մասին միայն։ Ես խոսում եմ մինչև իմ ժամանակ ինձնից հետո հիմա էլ լիքը երիտասարդ շատ տաղանդավոր մարդկանց հետ եմ շփվում եւ սիրով։ Իրանք ինձ են սիրում, ես իրանք սիրում եմ, ինչ որ բանով ուղղություն եմ տալիս, իրանք ինձ կարողանում են ուղարկեն իրանք առաջի դեմոները, ինչ որ բան փորձում եմ օգնեմ, փոխում են մարդիկ, լսում են եւ երբ իրանք տեսնում եմ, զգում եմ, որ իրանք ճիշտ այն դրության մեջ են, ինչ որ մենք էինք, ինչ որ ես էի։ Փորձեր, փորձարկումներ, շփում, խառը։ Փորձը դա պրոյեկտի ամենագլխավոր բաների մեջ է։ Դու իմ համար է։ ինչ որ առումով խառն էիր։ Բայց գիտես ինչու։ Որովհետև գլխիս անընդհատ մի բան գալիս էր։ Միշտ իմ մոտ ինչ որ մի բան խանգարել է։ Ու ես վերջերս շատ եմ խոսում նրա մասին, որ մամայիս ասում էին, որ ինքը ջղայն է անընդհատ կռիվներ է անում, փորձում է ինչ որ թեմաներ սարքի եւ այլն, բայց դա հենց այնպես չի եղել։ Այդ մարդը չի զարթնել ու որոշել էս ինչի հետ կռիվ անի։ Չի կարա պրոստը վեր կանա գնա հանրային հեռուստատեսության նախագահի հետ կռիվ անի, չի կարա։ Ինչ որ մի բան եղել է, չէ, որ կռիվ է անում։ Ինչ որ մի բան անարդար է, չէ, իմ մաման արդարության թագուհին էր։ Ինքը զզվում էր անարդար բաներից։ Ինքը ասում էր ավելավա ինձ ճիշտը ասես, չէ, քան ասես, հա, հետո խափես ինձ։ Դու մամայի նմանը տենց չէիր կարա, չէ, տենց այդ բայվոյ տեսակը մամայի։ Հիմա դրա շարունակությունը ասեմ, երբ ես անընդհատ ինչ որ թեմաներ լինում էի, ասում եմ մամա լավ էլի, չեմ ուզում անընդհատ ստացվում է նենց բան, որ մենք անընդհատ կռիվների մեջ ենք։ Դու դա ասում էիր։ Ես ասում էի մամային դա, բայց հիմա ես մամա եմ։ Ինչ հետաքրքիր է։ Առաջ
ես ասում էի, դե չէ որ մամայիս ու իմ հարաբերությունները պրոյեկտների բանի ժամանակ միշտ եղել է պրոդյուսերական, բայց հիմա ես հետ եմ գնում ու հասկանում եմ, որ իրա մեջ այդ կռվի օրը մաման էր զարթնել։ Իրա մոտ այդ կռվի պաշտպանողակ, այո, որտեվ իրա զավակին, իրա դստեր նեղացրել էին։ Իրա պրոյեկտին չէին նեղացրել, իրա աղջկան էին նեղացրել։ Բայց դու հիմա նեղացրել։ տենց կլինես, որ քո ջտերին նեղացնեն։ Երբ որ եղավ տենց մի բան իմ հետ, ես նոր Դու հասկացա։ հասկացար Նադյան արթնացավ մեջ Մի հետ։ րոպե, ուրեմն սա էր խնդիրը։ Պրոյեկտը չէր խնդիրը, մաման էր խնդիրը, մամա ու զավակ, մամա դստեր, մամա երեխա։ Էդ է խնդիրը։ Բայց մաման ուրիշների համար չէր անի այդպես։ Մամաս ուրիշների համար պայքարել է, մամաս ուրիշների համար կյանք կտար։ Այ մամայիս խնդիրը դա է եղել, ինքը իր ամենավատ ուսանողի համար էլ կյանք կտար։ Շատ վատ բան է այդ, անշնորհակալ բան է այդ, շատ անշնորհակալ։ Էդ է իր կյանքից տարել։ Այդ բոլոր այն մարդիկ, ովքեր լավ պրոդյուսերներ են, շուտ են մահացել ուրիշի պատճառով։ Ինչ հետաքրքիր է։ Որովհետև իրանք ներվայնացել են, մեջ են գցել, չեն գցել, խնդիր է եղել, փորձել են լուծեն, մեկը կարողացել է, մեկը չի կարողացել, այդ ամեն ինչը ներս է գնացել։ Առանց գումարի բաներ են ստեղծել մարդիկ, ո՞նց է այդ եղել։ Հիմա կլիպ ես նկարում, ասում են բաջետը այսքան է։ Կարողանում ես, նկարի, չես կարողանում, մի նկարի։ Այն ժամանակ չէին կարող չնկարել, պարտավոր պիտի պարտադիր էր։ Երգչուհին պիտի ունենար տեսահոլովակ։ Ո՞նց էին նկարում։ Քարից հաց էին ստանում։ Պարզա այդ մարդը պիտի հիվանդանա, քաղցկեղ ունենա, սիրտը կանգնի, չգիտեմ, երակները արյունը ստոպ լինի, չհոսի, չգիտեմ, ամեն ինչ կարա լինի։ Իսկ մաման էր ուզում, որ դու մրցույթների մասնակցես։ Իր համար մրցույթի մասնակցությունը դա ամենակարևոր փորձն է եղել։ Այսինքն սպորտսմենի նման, այն որ պետք է, հա, գնաս տուրնամենտի մասնակցես, չեմպիոնատների մասնակցես։ Իսկ քո մեջ կար այդ բանը, որովհետեւ դե լավ էլ չէ, մանավանդ եթե ճիշտ եմ հիշում, ոնց որ Յուրմալայում, չէ։ Յուրմալայից հետո ես իմ աչքերը բացվեցին, որտեվ Յուրմալան իմ առաջի կոնկուրսն ա եղել, որտեղ սաղ թերթերում գրում էին բոլորը, որ ես գնում եմ լավագույն եռյակի մեջ, բայց այդ ժամանակ ես չունեի երկար ոտքեր, ես չունեի սիրեկաններ, ես չունեի հարուստ մեջք, ես ունեի ուղակի մամա, որը տարել էր իր երկչուհուն աղջկան կոնկուրսի մասնակցելու։ Կոտրվեցիր։ Հասկացար ոնց որ Յուրմալայից այդքան չեմ կոտրվել Յուրմալայից, բայց Եվրատեսիլը ինձ համար առաջին մասնակցությունը կոտրված։ Եվ arrivasi տարին։ Այդ ժամանակ ես կոտրվել եմ։ Եվ դրա համար մյուս տարի, երբ որ ինձ ուղարկեցին, ես ուղակի գնացել եմ։ Արել եմ ինչ ուզել են, առանց որևէ բան խառնվելու։ Բայց թվում է թե դուք այնքան կապեր ունեք, չէ՞ ոնց որ քո հետ պետք է դա չլիներ։ Այո, բայց չլիներ։ մեր կապերը մեզ էին հետաքրքիր։ Իմ դելեգացիայի օրինակ ներկայացուցիչին ասում էինք, որ այսինչ երկիրը պատրաստ է մեզ աչոկներով օգնի, պետքա կապի դուրս գալ իրանց, ոչ մեկին չէր, որովհետև Չէ, ես հələ եւ arrivasi տարվա հետ եմ։ Եվ arrivasi ժամանակ պարոն Հարությունյանը ամեն ինչ շատ լավ գծել էր։ Արդեն որոշված էր։ Այո, որովհետև երբ Միրանը զանգ արեց Միացյալ Նահանգներից, ասեց. «Ստեղ ամբողջ Լոս Անջելեսը խոսում է, որ որոշված է, որ ինքն է գնալու»։ Իսկ դու այստեղ դա չգիտեիր։ Հանրայինի նախագահան ասում էր չկա տենց բան, ես Ռազմիկ Ամյան, չգիտեմ, այդ ժամանակ կարծեմ Նիկն էլ Այգիպյան մասնակցել, բոլորս միևնույնն է պատրաստված գնացինք երգեցինք։ Ես ու Միրանը մեր ելույթի համար այնքան բան էինք արել, այնքան գումար էր ծախսվել, այնքան ջանք էր դրվել, որքան որ ոչ մի Եվրատեսիլի ժամանակ ոչ մի երկիրը ներկայացվող մեզ համար Ռիկի Մարտինը ինտերվյու էր տալիս։ Մեր պարողները Մադոննայի հետ պարողներն էին։ Մեր երգը գրվել եւ մաստերինգ էր արվել ամենաթոփ ստուդիաներում։ Միրանը հիասքանչ արտիստ, ես վոկալիստ։ Երգերը մի քանի երգերով պատրաստ եկել էինք, բայց ընտրեցին բնականաբար Հեյը, որը էլի շատ լավ երգ էր, բայց եղավ այն ինչ եղավ։ Իսկ հաջորդ տարի արդեն Պոլուֆինալը փետրվարի, չեմ հիշում ամսի քանիսին էր, պապաս դրանից մի շաբաթ առաջ մահացավ, 2 շաբաթ առաջ մահացավ, բայց մինչև մահանալը պապայիս ինքը ասում էր չի ստացվելու, սա այս տարին չի լինելու, գնա երկի հետ ինչի էր այդպես ասում, եթե արդեն որովհետև գնում ինքը էի։ տեսնում էր, որ այնտեղ թիմ չկա, որովհետև ինքը տեսնում էր, որ պրոստը արվում է, որպեսզի Նադյայի ձայնը կտրեն, այդքան բան։
Ես շատ եմ ասել, բոլոր ինտերվյուներում ես դրա մասին բարձրաձայն ասում եմ, որովհետև թաքցնելու բան չկա այդտեղ։ Բայց մաման ուզում էր։ Մաման ուզում էր, որտեվ մաման չէր դա հանձնվող մարդ չի եղել։ Ինքը ես գնացի, բայց մեր մեջ պայմանավորվածություն ա եղել մամայիս հետ, որ ինքը չի խառնվելու ոչ մի Այդ հիշում եմ։ Իսկ եկել էր քո հետ համերգին։ Ինքը քիմիան վրան կապած, տենց այդ բան կա, չէ, հատուկ որ սիստեման կախում են նրան, ձողը ձեռը գալիս էր ինձ հետ փորձերի։ Արտուր Աբրամի կլիպ էինք նկարում Գերմանիայում, Բերլինում, բում-բումի ժամանակ քաղաքում, սենց ձողը ձեռը քայլում էր։ Էմ արդյունքներից հետո ինչ արեցիր, գնացիր հյուրանոց։ Ես իմ ամենամոտ ընկերները Սերժը, ստիլիստ, Մերին, իր կինը, մամաս, Արփին բեք վոկալիստ, ու մի քանի հոգի մեքենա վերցրեցինք ու քշեցինք Ամստերդամ։ Հենց այդ գիշեր։ Մյուս օրը։ Գնացինք, ման եկանք, ժամանակ անցկացրեցինք, իսկ մեր հանրային հեռուստատեսության թիմը Տանյոկ Անդերց վայելում էին Գերմանիան։ Մենք մեր ընկերներով հանրային Էմ այդ վերջներ հանրայինի հետ ջերմ կապի Եվրատեսիլը, որովհետև Եվրատեսիլի թեմայով շատ այդ բանը կա էլի։ Այդ տարին մենակ ոնց որ նոր թիմ էր, բոլորը նոր էին, ոչ մեկի հետ կապ չկար եւ բոլորը թքած ունեին իմ Եվրատեսիլի վրա։ Բարիս ամենա ուղիղ իմաստով։ Հիմա ինչքան ամեն ինչ արագ տրվում է սոցիալական ցանցերին, չէ՞։ Ինչ որ մեկին խանութի վաճառողի սպասարկումը դուրս չի գալիս, միանգամից այդ աղմուկը լինում է։ Այն ժամանակ այդ ինֆորմացիան ուշ էր տեղ հասնում, կամ չէր հասնում։ Որովհետև եթե գնայի ինտերվյու տայի, կտրելու էին։ Հա, չէին թողնելու դա եթերում։ Միջև հիմա իմ երկրպագուները, ովքեր եղել են այն ժամանակ, հիմա նույն երկրպագուներն են։ Նույն մարդիկ հետևում են ինձ, գրում են, հիշած, երբեմն բաներ են ինձ ուղարկում իմ երկրպագուները, իմ այն ժամանակվա թունդ ֆանատները, որ ես չեմ հիշում։ Հիմա դու ինձ բան էիր պատմում, ես չեմ հիշել։ Նրանք ինձ բան են ուղարկում, որ ես չէի հիշում։ Միջև հիմա իմ կողքին են այդ մարդիկ։ Էն բայց երբեք այն պահը չի եղել, չէ՞ որ հերիք եղավ, էլ չեմ ուզում եմ իմ կյանքը ապրեմ, մինչև ամուսնանալը։ Չէ։ Բայց մինչև իմ ամուսնու հետ հանդիպումը արդեն իմ մոտ ամեն ինչ ուրիշ էր, որովհետև ինձ մոտ պայքար էր, որպեսզի ես կարողանամ ինչ որ ձև գումար վաստակեմ, որպեսզի մամայիս բուժումը կարողանամ ապահովեմ։ Այդ ժամանակ էլ Եվրատեսիլից նոր գալիս ես, բոլորը քմծիծաղներով, ձեռ առնելով, եւ ես էլ ինքս ինձ ձեռ առնում։ Ավետի Բարսեղյան հետ միասին միշտ որ խոսում ենք, երբ որ ես ասում եմ իմ չանցածին ոչ մեկ չի անցնի։ Վախ լավն է։ Դա եղել է իսկապես, իմ մտքում դա հենց այդպես է եղել։ Ճիշտ այդպես ես մտածել եմ ու միջև հիմա ինչքան մարդ որ չի անցնում ֆինալ, միևնույնն է իրանց չանցածը իմ չանցածին կյանքում չի անցնելու, որովհետև այդ ժամանակ ես միակ единственный էկզեմպլար էի, որ դարձավ քարկոծման ամենա ինչ էր ասես գրում էին։ Ինչ հետաքրքիր է այդ հեյթ հասվածը, որ հիմա անընդհատ խոսում ենք, դու երևի այն ժամանակ քո վրա հա եւ դրա մեջ փորձես գտնես ուժ, որպիսի գնաս կանգնես բեմում, չգիտեմ 4 ակտավա վերև կամուրջներ երկես, թե առանց դիապազոնի ինչ որ մի հատ պուճուր երկես, դա вообще կապ չուներ, պետք էր ընդամենը գումար վաստակել, այդքան բան։ Վաստակում էիր, սենց կանվերտով վերցնում էինք, աղավնին է միշտ պատմում, դե ինքն էր միշտ այդ ամեն ինչով զբաղվում, ասում է, ես կյանքիս մեջ չեմ կարողանում մոռանամ այն փաստը, որ դու ես կանվերտը ստանում էի քո երկած գումարը, տանում էի, տալիս էի մամայիդ, որը դնում էր հիվանդանոցի կանվերտի մեջ ու վաղը գնում էր քիմիա ստանալու։ Այդ ամեն ինչի մեջով անցած մարդը ես ընտրելով իմ ընտանիքը, իմ երեխաներին եւ այն ամեն ինչը ինչի մեջով առհասարակ անցել եմ, այսօր ես ապրում եմ իմ ամենահանգիստ ժամանակաշրջանը։ Ուզում եմ, որպիսի այն մարդիկ, ովքեր ինչ որ դժվարությունների մեջով են անցնում, ովքեր ունեն ինչ որ չլուծվող խնդիրներ, որովհետև կան բաներ, որ ցավոք սրտի չես կարող դրա դեմը առնել։ Ուղղակի հասկանան, որ դա էլ է անցնելու։ Դա ինչ որ մի պալասայա,
Իմ մոտ շատ երկար էր այդ սև պալասան, շատ երկար։ Դա էլ է անցնում։ Դա անցնում է, հետո դու գտնում ես քո հանգստությունը, դու գտնում ես քեզ, դու գտնում ես քեզ համար ինչն է ավելի կարևոր։ Հիմա ես կարողանում եմ ասել չէ։ Առաջ բոլորին տենց չցավացնելու համար, փորձում եի ասել չնեղացնելու համար, ամեն ինչին համաձայնում եմ, հիմա ես կարողանում եմ ասել ոչ։ Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ի՞նչը։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել, նրանք կխմեն ֆիլտրված ջուր։ Իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք, ծորակից գալիս է եռացող ջուր։ Հանքային էլ կարող եք չգնել, կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Իսկ եղել է այն միտքը, որ ամեն դեպքում դու ծնվել ես հայտնիների ընտանիքում։ Այսպես ասեմ, դու այն մարդն ես եղել, այն երեխան ես եղել, ում համար 8 տարեկանում Արտուր Գրիգորիչը երգ է գրել։ Հասկանում ես դա ինչ է։ Ու հետո սկսվել է փուլ, որտեղ դու օրվա համերգի փողով մամայդ քիմիան ես վճարել։ Եղել է այն պահ, ոնց որ իմ հետ sense չպետք է լիներ կամ ոնց եղավ sense։ Շատ եղել։ Ասեմ ավելին, հիմա դու Գրիգորիչի մասին ես ասում Հայաստան երգ եւ ու լիքը դորեմի երգը, այնտեղ լիքը երգեր կար, որոնք հիմա մյուզիկլում մանեն օգտագործում, դրանք բոլորը ես եմ առաջինը երգել, բայց արի ուրիշ ձև նայենք, Արտուր Գրիգորիչը էստրադնիկ, բայց ես երգել եմ Շաքարյանի նվագակցությամբ, ես երգել եմ Ռոբերտ Ամիրխանյանի նվագակցությամբ, ես տեսել եմ Ավետ Տերտերյան, ես նստել եմ իրանց բոլորի հետ սեղանի շուրջ, մեր տան դռները բաց են եղել եւ այդ մարդիկ մեր տուն գալու համար դուռը չեն ծածել, պրոստը դուռը բացել են, մտել են։ Այսինքն հասկանում ես, դու այն երեխան ես եղել, որ երկող ցանկացած երեխա կամ երեխայի ծնողներ կերազեին, որ իրանց երեխան այտենց մանկություն ունենար։ Ունեցել եմ այդ զգացողությունը, այո։ Ու հետո այն ինչ որ եղավ։ Ունեցել եմ, բայց դա էլ է անցել։ Բայց եղել է, որ ինչի։ Հա, իհարկե։ Նույնիսկ գիտես ոնց, երբ որ պապաս մահացավ, պապայի ժամանակ ինձ համար մահը շատ անսովոր բան էր, որովհետև տատիները, որ մահանում են, մեծ են։ Տարիքային, մամայիս կողմը вообще բոլորը շատ մեծ տարիքում են։ Պապայիս մաման մահացավ, ես չէի հասկանում, փոքր էի։ Իմ տատիկը որ մահացավ, ես այդ օրը համերգի եմ եղել, ինձ չեն ասել։ Ես համերգը վերջացրել եմ, գնացել եմ տուն, տեսել եմ, որ տատիկս մամայիս մաման տանը չի, նոր են ինձ ասել։ Բայց երբ պապայիս դեպքը եղավ, իմ մոտ աշխարհում ամեն ինչ, իմ կյանքը շուռ եկավ, չգիտեմ, 1000 աստիճան։ Այսինքն պապայի մահը ոնց որ մի հատ նոր փուլ բերեց քո կյանք, հա։ Բայց այդ ժամանակ իմ մոտ կար մամա, որը ինձ մեջ կեր, որը ինձ ողնաշար էր, որը ինձ համար ուժ էր։ Բայց մամայիցս հետո այդ ժամանակ իմ մոտ ես միշտ ժպտացել եմ։ Արև ես կյանքում չեմ ուզեցել իմ ասենց ասած դարդուցավը ուրիշի վրա բարձել։ Ես միշտ ժպտացել եմ, ուրախ եմ եղել, նույնիսկ մամայիս դեպքերից մի շաբաթ էր անց։ Մամայիս օրը տենց գալիս էինք, տուն ծիծաղում էինք, ուրախանում էի, ժպտում էի, բայց հետո որ պարկում ես, ինչ եղավ իմ հետ։ Որովհետև ես կյանքում չեմ ուզեցել, որ ինչ-որ մեկը իմ փոխարեն ված գա, իմ պատճառով ված գա եւ իմ ցավը իրան նեղություն տա։ Երբ վերադարձա Միացյալ Նահանգներ,
այդ ժամանակ սկսեց այդ ինչի ես, ինչի իմ մոտ, այդ ամեն ինչը շատ վատ օրեր եմ ունեցել։ Շատ, դա մենակ իմ ամուսինն է տեսել, նույնիսկ երեխաներս չեն տեսել, ես տանը կյանքում չեմ լացել, երեխաներիս դիմաց չեմ լացել, ընկերներիս մոտ չեմ լացում, ես այդ տեսակը չեմ, բայց ես էլ եմ մարդ, ռոբոտ չեմ, ես էլ եմ ունենում նման օրեր, ես էլ եմ տանջվել եւ ցավոք սրտի, այո, զգացել այդ ինչու ես արտահայտությունը։ Ի վերջո, այդ ամենը իրար որ գումարում ենք, դու հաջողակ մարդ ես, թե չէ։ Այո, իմ հաջողությունը նրա մեջ է, թե որտեղ եմ ես ծնվել։ Որովհետև դա ինձ տալիս է այնքան ուժ, ծիծաղալով շատ են ծիծաղում ընկերներս վրաս եւ հումոր են անում, ասում են դու կապույտ արյուն ունես, մանավանդ այդ բառը ինձ ձեռք են առնում, բայց իհարկե ես ինձ այդպես եմ զգում։ Եվ դա ոչ թե նրանում է, որ ես առանձնահատուկ մարդ եմ, չգիտեմ, սիրուն եմ, խելացի եմ, չէ, որովհետև ես ունեմ շատ մեծ ժառանգություն ինձ տրված արմատներից։ Չես կարող չէ կտրվես անցյալից։ Չէ, անհնարին է։ Որ րոպեին դու մոռանում ես քո սկիզբը, այդ ժամանակ դու կորցնում ես քեզ։ Չէ, բայց ես զգում եմ, որ ամեն րոպե է քո մեջ Ընդ որում ես խոսում եմ իմ սկիզբը ոչ միայն արմատներս, ոչ թե արյունս, ընտանիքս, ծնողներս, ես չեմ խոսում մենակ դա, ես խոսում եմ նաև այն ոնց ենք, ինչ տեսքով ենք եղել, ինչպես ենք քայլել, ինչ ենք կերել, ուր ենք գնացել, որտեղ ենք ապրել, մենք չենք հասկանում, որ րոպեին դու մոռանում ես սկիզբը, այդ ժամանակ դու կորած անձնավորություն ես, չի կարելի մոռանալ մարդկանց, չի կարելի մոռանալ, չի կարելի անշնորհակալ լինել։ Էմիս քո համար մամայի, պապայի մոտ հիմա գնալը քեզ տալիս է էմոցիա, որտեղ նենց հետաքրքիր է, շատ տարբեր են կարծիքներ, մարդիկ կան ասում են, որ ես երբ գնում եմ, գերեզմաններ, խոսում եմ, ստանում եմ այդ կապը։ Մարդը ասում է չեմ ստանում, իր ամենամտերիմի մոտ էլ գնալիս։ Ստանում ես թե չէ, չես ստանում։ Դա քար է, դա ինչ որ մի քանի քառակուսի տեղա, որտեղ հիմա իրանց մարմինն է բնակվում։ Ես իրանցից չեմ կտրվել, ես իրանց հետ խոսում եմ տանը, առօրյայում իմ մեջ, ոչ թե գերեզման գնալուց։ Իսկ իրենք ամեն րոպե կան։ Ես ինչքան հասկանում եմ, ասենց միշտ քո հետ է քո անցյալը։ Այո, հենց ճիշտ այդպես։ Ու կարող է սխալ բան եմ ասում, բայց միգուցե նաև դրանից է, որ դու այսօրվա քո կենցաղային առօրյա վազքի մեջ քեզ կոմֆորտ ես զգում, որովհետև այն ինչ որ քո համար շատ կարևոր է, քո մեջ է։ Մեկ ֆիզիկական բացակայությունը պետք է գալիս։ Դու զգում ես ու այդ է ամենադժվար պահը, երբ քո կարևոր մարդ ես կորցնում ընտանիքից, լքում է մեզ, ֆիզիկական իր մարմինը լքում է մեզ, մեկ դրա պակասը շատ է զգացվում եւ դա մի քիչ դժվար է շատ։ Ես հիշում եմ, որ Հայկոյի ստուդիայում վերջին պապայիս դեպքերից հետո արդեն երբ որ երգը ընտրվեց, որոշեցինք, որ ես երգելու եմ մամաս Գերմանիայում վիրահատության, ես Հայկոյի մոտ ավանում ստուդիա ձայնագրվում եմ, սենց դեմոն տարբերակը երգի վերցրեցի, միացրեցի մեքենայի մեջ, այդ գազանանոցի ճանապարհով արագ ուժեղ արագ քշում եմ, որ հասնեմ պապայիս ու մամայիս երգի դեմոն ցույց տամ։ Հենց մի պահ սենց սառեցի, հասկացա ես գնում եմ միտեղ, որտեղ ոչ մեկ չկա, տանը չկա մարդ։ Դա ահավոր բան է։ Ֆիզիկական բացակայությունը մարդու դաժան բան է։ Պատկերացրու երեխեքը չլինեին այդ էտապում, չէի գոյատևի։ Ես միշտ մտածում եմ, որ երբ ջուտիկ ունես, դրա համար ես ահավոր մեծ հավատք ունեմ։ Իմ մաման էլ հավատքով եղել։ Պապաս ճիշտ է հավատում էր ինապլանետյանիններին, բայց միևնույնն է, վերջին օրն էլ երբ հիվանդանոցում վերջին գիշերը իրար հետ էինք ընտանիքով աղոթում էր, բայց մամաս շատ հավատքով Ինչ հետաքրքիր է, աթեիստ է եղել, բայց վերջում աղոթում էր։ Այո, որովհետև չէ, գիտես ոնց ինքը օրինակ Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցու խորանի արձանները առաքյալների Քրիստոսի քանդակելով Գերմանիայի հայկական եկեղեցում Մեսրոպ Մաշտոցի
քանդակներ թողելով, բայց միևնույնն է ինքը մտածում էր, ինքը կարծում էր, որ ինքը աթեիստ է, բայց ինքը աթեիստ չի եղել։ Իմ իրոք ես էլ եմ մարդկանց ճանաչում, ովքեր մտածել են, որ իրենք աթեիստ են, բայց ինքը արտիստ է եղել, maybe դա կապ ունի, որտեվ շատ արտիստներ մի քիչ ուրիշ է իրանց մտածելակերպը, իրանք ավելի բաց են, ավելի ազատ մտածելակերպ ունեն եւ իրանք չեն ուզում, որ ինչ որ բան իրանց կառավարի։ Եվ երևի, եթե տենց նայենք ավելի խորանանք, մտածելով, որ եթե Աստվածաշունչը քեզ ինչ որ բան է ասում, դա կառավարում է maybe։ Կարողա դա է իրան խանգարել։ Եվ միևնույնն է, ամենավերջում ինքը գալիս է նրան, որ ինքը հավատում է, բայց մամայիս մեջ հավատքը շատ խորն է եղել։ Մամաս արթնանում էր Աստվածաշնչով, քնում էր Աստվածաշնչով, իր կյանքը ամեն ինչը գնում էր Աստծո հետ կապ ուներ։ Եվ ես հավատում եմ նրան, որ կյանքում ամեն ինչ դասավորվում է այնպես, շարվում է մարգարիտների պես, այնպես, որ մարդը կարողանա գոյատևի ամեն ինչ։ Այսինքն մամաս ապրեց մի քիչ ավելի երկար, որպիսի ես պապայիս բացակայությունը կարողանամ հաղթահարել, հետո երբ որ մամաս պիտի արդեն լքեր իմ մոտ կյանք մտան իմ երեխաները եւ ովքեր պետք է ապրեցնեին այո, քեզ։ ամեն ինչը կապ ունի այս կյանքում։ Հիմա ինձ կարողա լիքը մարդիկ խառնվեն, ուրիշ տարբեր կերպերով ընդունեն կամ նորովի լսեն, բայց ես հավատում եմ, որ ոչ ման այս կյանքում հենց այնպես չի։ Մաման ում է։ Նույնիսկ Եվրատեսիլը։ Հա։ Պապաս գնաց, որ իմ Չտեսներ։ ցավը պապայի, չէ, ես պապայիս ցավով չնկատեցի այն։ Հա։ Որտեվ ինձ համար մեկ էր այդ եզրափակիչ չանցնելը։ Իմ ընդհանրապես մանավանդ այն ժամանակ երևի շատ արտարոց էր, որ պապային կորցնելով դու կարողացար այդ этаպը տենց ելույթները ուրիշ ձև չունեի, որովհետև ինձ եւ պապայիս ընկերները եւ մամայիս այդ իրավիճակը տենց շատ դաժան օրեր էին, բոլորը կանգնեցին, ասցին դու պետքա կանգնես այդ բեմում ելույթ ունենաս, կապ չունի, պրոստը գնա, մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, պրոստը գնա։ անհանգիստ էիր ելույթից առաջ։ Ելույթից առաջ ոչ թե անհանգիստ էի, էլի ինձ մոտ կար Ահռելի չէ, բայց ահռելի դահլիճ էր։ կյանքիս առաջին բեմից միջև այն րոպեն, երբ պապաս չկար, բոլոր բեմերի բեմնա ետևում եղել է իմ պապան իմ կողքին եւ միասին կանգնել ենք, ինքը ինձ ճանապարհել է բեմ։ Բայց նենց հետաքրքիր է։ Այդ օրը Մենք դա որ չենք ինձ դա իմացել։ ոչ որտեվ Միշտ մեզ ծվածել է Նադյանը։ Դու ես ու մաման։ Հա, բայց պապաս միշտ եղել է կուլիսներում ինձ ճանապարհող մարդը։ Ու այդ օրը չկար։ Եվ այդ օրը չկար, երևի թե դա է իմ մոտ ավելի հուզմունքային եղել, ես ոչ մի բան չեմ հիշում այդ օրվանից։ Հետո ինձ պատմում են, որ ես գնացի այդ green room-ում Նազենին, Արևիկը, Կիտյոն, բոլորը տենց հուզված, չեմ հիշում Նազենին կար, հա, կար, բոլորը լացում էին, ասեցին, բացի ինձնից, Սերժի մերին, սենց արցունքները ոչ թե ներքև էր գնում, սենց առաջ էին գնում, բայց ես ոչ մի բան չեմ հիշում։ Դե գերեմոցիոնալ պահ ա եղել, գերեմոցիոնալ։ Այնպես որ սիրելի մարդիկ, իմացեք, որ երգիչները նույնպես ունենում են վատ եւ լավ օրեր, արտիստները նույնպես, բժիշկները նույնպես, լոյերները նույնպես, հաղորդավարները նույնպես, բոլորս ծնվել ենք ինչ որ նույն բաների մեջով անցնելու ուղղակի տարբեր ուղություններով։ Դա ճանապարհ է, դա ուղի է։ Հաշվի առնելով, որ բոլորս ունենք ամենաթանկը ու ամենանուրբը, այսինքն մենք ունենք հարազատներ, մեզնից վերև, ներքև, տարիքային, դա արդեն բոլորի ստանում է մի հատ ուրիշ հավասար տեղ։ Այսինքն ոչ մեկ ապահովագրված չի հիվանդությունից, մահից, խնդրից, նեգատիվից։ Գալիս է, վсё։ Էն մաման ում էր շատ սիրում, իր ամենասիրելի մարդիկ ովքեր էին։ Ինձ թվում է պապաս։ Բայց հիմա սենց որ նայում եմ, չգիտեմ, ես թե պապաս։ Իսկ իր շրջապատից, հարազատներից, ընկերուհիներից, կարող է իր աշակերտներից։ Ինքը մարդասեր էր, չգիտեմ, ում որ սիրելա։
եթե մտնում էր մեր տուն, իրան ինքը սիրում էր։ Ես չեմ կարող հիմա առանձնացնել, որպեսզի չվիրավորեմ ոչ մեկին, բայց եթե դուք մտել եք մեր տուն, ուրեմն դուք սիրված եք եղել եւ սպասված։ Օրինակ, մեր տուն եկող մարդը չէր կարող պատվիրած ուտելիք ուտել կամ ուրիշի պատրաստել, ինքը հասցնում էր։ Մեր տունը ով որ հաց ա կերել, դա եղել է մամայից պատրաստած հացը։ Իսկ մամայից հետո վերանորոգել ես տունը։ Կոսմետիկ։ Բայց իրան շունչը մնացել է։ Պիտի որ։ Իմիջիայլից դուք վերևում եք ապրում, էլի։ Կտուրի թեման քեզ էլ ձեզ էլ հաստատ հասած կլինի։ Կհիշես այն ժամանակ, ինչքան շատ էր լինում, որ կաթում էր կտուրը։ Այո։ Փոխել եք։ Բայց այդ ժամանակ մեր տունը դեռ առաջին հարկում էր, նույն շենքի առաջին հարկում էր։ Մեր ժամանակ այդ ժամանակ կտուրը չէր կատում, բայց տրուբաներն էին պայթում։ Իսկ որ բարձրացաք վերև։ Այո, պապայիս արվեստանոցի կտուրը միջև այսօր նույնիսկ այդտեղ ինչ որ հատուկ մատերիալներ կա, չէ, անում են որպեսզի ջրակայուն լինի եւ այլն, բայց պապայիս արվեստանոցի կողմը միշտ միևնույնն է, ինչ որ մի բան գալիս է։ Գալիս է, եմ ուզում եմ ասել, որ այս տարիների ընթացքում օրինակ հայտնվել է կտուրեյեմ նախագիծը, որը նույնիսկ առանց գումարի, այսինքն 0 գումարով կարելի է սկսել։ Սա է նովա 7։ Շատ լավ ապառիկի պայմաններով ու Հայաստանի կտուրների կեսը ասբեստից է։ Օրինակ որ պատկերացնես, դա շատ վատ է, քաղցկեղածին է։ Օրինակ եթե նահանգներում լիներ, ինձ թվում է վարկյանը շուտ կփոխեին բոլորը։ Իմ ամուսինը այդպիսի հարցերում շատ ուշադիր է եւ շատ մենք խորացել ենք այդ թեմայի շուրջ, դրա համար գիտեմ ինչ մասին է։ Հասկացա, որ տեղյակ ես։ Իսկ Հայաստանի տանիքների կեսը դեռ ասբեստից է։ Այդ հեչ լավ բան չի, ել չասեմ այդ կաթալը, մենք էլ 4-րդ հարկում ենք ապրել։ Բորբոս։ Հա։ Դա թույն է։ Պատերի մեջ Նաև բորբոս։ Մենք էլ 4-րդ հարկում ենք ապրել ձեր հարևանությամբ մի երկու շենք են կողմ ու ես որ հիշում եմ, ես նոր վերանորոգած տունը կաթալ եւ այլն, նենց որ իմացի, որ կա կտուրեյեմ ժողովուրդ ջան 8-1-2-8 կարճ հեռախոսահամարը, բոլոր հարցերը գալիս են, լուծում են, արագ կազմակերպում են ու մեկ հետ խոսում են։ Ասեցիր անվճար։ 0-ով կարող ես սկսել։ Ապառիկը ընտիր ապառիկով 0-ով կարող ես սկսել։ Մեկ հետ խոսում են, որ փոխել էր, նաև գիտես ինչներ պատմում, ասում է, գալիս են անում են, այն հին ամեն ինչն էլ այնքան լավ են հավաքում, մաքրում իրանց հետևից տանում, դա էլ է կարևոր, որ դու հանգիստ լինես։ Հենց որ մինչև գնալդ կարաս հաշվի առնես։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Էմ իսկ էս փուլում ո՞նց է, այսինքն սպասում ես ինչ պրոյեկտ հետաքրքիր կլինի, որը քեզ դուր կգա, կունենաս քո մասնակցությունը, թե նախաձեռնողի դերում էլ կարող ես լինել։ Ժամանակ առ ժամանակ զանգեր եմ ստանում, ուղղակի տարածության պատճառով, հեռավորության պատճառով ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում մերժել, բայց բոլորը գիտեն, երբ Հայաստանում եմ, դա ամառն է։ Ամառը ես Հայաստանում եմ, ով ինչ հասցնում է, միանգամից սենց ինձ գողանում են եւ դա ինձ դուր է գալիս։ Կային մի քանի պրոյեկտներ, որոնց ես մեծ սիրով կմասնակցեի, բայց ժամկետային չէր ստացվում, ամեն տարի պրոդյուսերը զանգում է, հիմա ինչ կասես, ասում եմ, չէ, 20 օրից եմ ասում, 20 օրից ես օր չունեմ, սյոմկաս վերջանում է մի շաբաթից։ Շատ լավ պրոյեկտներ կան, որոնց իրոք մեծ սիրով կմասնակցեի, բայց ժամանակ առ ժամանակ ուղղակի ֆիզիկապես անհնարին է։ Ես իմ երեխաների տերը ես եմ, որովհետև ամուսինս նույնպես աշխատում է եւ մաքսիմում փորձում է եւ ներկա լինել մեր կյանքում, բայց միևնույն ժամանակ չի կարող 100%-ով երեխաների հետ լինել, միջև ես գամ նկարահանվեմ։ Այսինքն այն դեպքում ես մասնակցում, եթե դա չի խանգարում քո ընտանիքի բնականon ընթացքին։ Ես բարձրաձայն կարող եմ ասել ժողովուրդ, եթե ձեզ մոտ ընտրության հարց է առաջանում, ընտրեք ձեր ընտանիքը, որովհետև դա է կարևոր։ Այնքան լավ խորհուրդ ես տալիս, ինձ թվում է նաև այս խորհուրդը շատ պետք է երիտասարդներին, որովհետև հաճախ մարդիկ, ովքեր շոու բիզնեսում են կամ այսօր նաև սոցիալական ցանցերում ինչը դարձել է ինչ որ չափով շոու բիզնեսի մաս, մեկ-մեկ մտածում են, որ այս բաց կթողեն, վայ, այ բասա ոնց անեն եւ այլն, ու կարող են ցավեցնել ամենակարևոր մարդկանց իրենց կյանքի, իրենց զուգընկերոջ, ամուսնուն, կնոջը, երեխեքին բաց թողեն եւ այլն, բայց ես էլ եմ քեզ ուզում միանալ ու ասել, որ այդ ամեն ինչը դեռ կլինի։ Հետո եթե դու սիրված արտիստ ես, քեզ միևնույնն է միշտ ուզելու են տեսնեն, ցանկությունը լինելու է։ Այս մեկին երիտասարդներ, որոնք մտածում են, որ այս իմ շանսն է իմ մասին ասելու, այստեղով կարող եմ հայտնվել եւ այլն, ու ինչ որ sense ցայտնոտ է։ Հետո կարևոր մի բան կա, իմ կողքի անձնավորությունը արժանի է, որ ես նրան նվիրեմ։ Իմ կյանքից ինչ որ մի 5 րոպե TV-ով,
չերևալու, Այնքան լավ հրաժարվելու բան ես բանը։ ասում, շատ լավ բան ես ասում։ Ես դա այդ միտքը հաճախ իմ հարազատներին եմ ասում ու երիտասարդ աղջիկներին էլ եմ կոչ անում, որ եթե նա այնքան լավն է, որ արժան է, ուրեմն հանգիստ թողեք Այո։ մնացած ամեն ինչ։ Շատ կարևոր է դա։ Միևնույնն է, ես կարծում եմ, որ սիրված մարդուն ամեն դեպքում կհրավիրեն։ Ճիշտ եմ հասկանում, որ դու քո ամուսնուն հանդիպել ես, երբ մաման արդեն հիվանդ էր։ Այո, Հայաստանում։ Ինքը ժամանակ առ ժամանակ գալիս էր, չէր ապրում Հայաստանում, բայց ժամանակ առ ժամանակ գալիս էր, բայց մենք հանդիպել ենք էլի իմ հարազատ մարդու մոտ, Սերժի մոտ Վարշավիրանոցում, Բայց որովհետև այդ շրջանում հենց այո, մամաս լինում էր Գերմանիայում էր լինում, ես պրոյեկտ ունեի, չէի կարողանում հետը գնալ։ Մորքուրս էր Գերմանիայում, մորաքույր ունեմ, որը 24 ժամ մամայիս հետ է միշտ եղել, Յանաս իմ ամենահարազատ մարդկանցից մեկն է։ Յանան մամայիս էր հետևում, իր տանը պահում, որպեսզի ես կարողանամ հասցնել այդ պրոյեկտներին նկարահանվել, որովհետև իմ չնկարվելը նպաստում էր նրան, որ գումար չաշխատելն է բնականաբար ինչին։ Այդ ժամանակահատվածում շատ է եղել, մենք մեր տանն էինք միշտ հավաքվում, ես էլ միշտ մեր տանը մորքուրս եւ քերուս աղջիկը, տղան, մորքուրիս աղջիկը հավաքվում էինք մեր տանը, որպեսզի ես միայնակ չլինեմ։ Եվ Վահենել այդ ժամանակ դուրս չէի սիրում գալ։ Ես կյանքում ինձ մամաս ասում էր արտիստին պիտի կարոտեն, պիտի քեզ չտեսնեն կաֆեում, ռեստորանում, Այդտենց հին մի հատ բան կար, չէ, որ Չէր թողնում։ խանութել, սրճարանել, պետքա չգնար ոչ արտիստը։ միտեղ գնա, ասում են դու քեզ պիտի կարոտեն, քեզ պիտի ուզենան տեսնեն, բայց չկարողանան տեսնեն, եւ բոլոր հավաքույթները ստիպված լինում էին, դա համար մեր ընկերները բոլորը միշտ ամեն ինչ վերցնում էին, գալիս էին տուն։ Վահեի հետ էլ նույնպես տենց հավաքվում էինք մեր տանը, կարտ էինք խաղում, չգիտեմ, ուրիշ ինչ որ հետաքրքիր խաղեր էինք խաղում, բայց մամաս միևնույն ժամանակ Գերմանիայում էր։ Մտածում եմ, որ Վահեն հայտնվեց, երբ որ մաման արդեն հիվանդ էր ու մաման գնաց, երբ դու արդեն ունեիր ճուտիկներ, էլի ինչ որ շատ հետաքրքիր կապ էր։ Մամաս պապայիս ժամանակվանից մենք արդեն դիագնոզը ունեինք։ Մի որոշում կայացրեցինք ես, մամաս, պապաս, հորաքույրս Մոսկվայից, իր տղան որոշում էինք կայացրել պապայիս տեղափոխենք Մոսկվա, որովհետև այն pacemaker-ը, որը իր սրտում դրված էր, որը օգնում էր, որ սիրտը բաբախի, դա ժամկետ ուներ։ Ժամկետը երբ անցնել, դրանից հետո նորը չէր կարելի լինելու դնել, որովհետև վիրահատության պապայիս օրգանիզմը ունակ չէր լինելու տանել եւս մեկ վիրահատություն։ Այդ իսկ պատճառով գտանք բժիշկ Մոսկվայում, որը ռիսկ արեց պապայիս վիրահատի։ Պետք է մի 2-3 օրվա մեջ պապաս մեկներ Մոսկվա, մամաս Գերմանիա, ես Եվրատեսիլ։ Պապաս կանչեց, ասեց ես դրա մասին հետո եմ իմացել, մամայիս էր ասել էր դու գնա, որպեսզի կարողանաս տեր կանգնես մեր աղջկան։ Եվ պապայիս չհասցրեցինք տեղափոխել Մոսկվա, այդ ժամանակահատվածում ընկած այդ 2 օրերի ընթացքում, երբ որ այդ դեպքերը եղան, մամայիս վիրահատված կարերը չէին կպնում, անհնարին էր իրան տեղափոխել Գերմանիա։ Խենթ օրեր կանչում էին թուղթ էիր ստորագրում, որ մամատ վիրահատությունից դուրս չի գալու, պապա տես վիրահատությունից դու։ Այդ ժամանակ էլ ինձ համար նոր էր ամեն ինչ։ Ես 26 տարեկան աղջիկ, որը որ պետքա ստորագրի իր ծնողների կյանքի ու մահվան հետ կապված դոկումենտներ։ Այդ իսկ պատճառով այդ ընթացքը ավելի շուտ է սկսել, քան ես Վահեին եմ հանդիպել։ Իմ մամայիս դեպքերը ավելի շուտ է եղել։ Մաման ուզում էր ապրել։ Մամաս ծնված էր ապրելու համար։ Մամաս այն մարդն է եղել, որը չէր հանձնվում։ Հիվանդանոցում պարկած սիգարետը ձեռ, ասում էր ես դուք ինձ ասում եք սիգարետը թոքերին, բայց իսկ մամայիս մետաստազները թոքերում էլ էին տարածած։ Ասում էր ես սիգարետով սպանելու եմ իմ մետաստազները։ Ինքը ծնված էր, որպեսզի ապրեր։ Դրա համար մամայիս բացակայությունը մի քիչ անսովոր է, որովհետև այդ մարդը, որ ամբողջ կյանքում ապրել է, ապրելու համար, հետո ինքը շատ էր։ Անհնարին է բացակայությունը դու չզգաս նման մարդու։ Մեկ էլ այնքան շատ դուետներ ես ունեցել, այնքան շատ տարբեր մարդկանց հետ ինչ որ այդ հիմիկվա ասած, հա, ինչ որ համագործակցություններ են եղել եւ այլն։ Ամենան որն է եղել քո համար։ Այս հիմա այս բան հիշեցի հայտ տղեկ, Միրան, Սուպեր Սակո, հայերի հետ պրոյեկտները ամենան որն է եղել։ Գիտես չէ, Չիլն է մեզ Սուպեր Սակոյի հետ ծանոթացել, Չիլի հետ էլ եմ ունեցել երգ, բայց
Super Sako, որտեվ մենք եթե դու գնասից բացի ունենք շատ սիրուն երգեր։ Ես առանձնացնում եմ Super Sako-ի հետի համագործակցությունը, որովհետեւ դա նոր էրա բերեց ոչ միայն իմ կարիերայի մեջ, նաև հայկական շոու բիզնեսի այդ հասկացողության մեջ, որտեվ այդ ժամանակ անգլերեն рэփ, հայերեն երգ եւ պայթում էր։ Հետո տարիներ անց այն մարդը, որ արտադրեց մեր դիսկը, ինձ անկեղծ բան ասեց։ Ինչքան է փող աշխատել, հա։ Ասма դու գիտես, որ պիրատներն էլ եմ ես արել։ Դու գիտես, կոնտրակտը, չգիտեմ, 10,000 դիսկի էր, 40 անգամ էլ արտադրել եմ քո։ Բաղրամյանի վրա էր, չէ։ Այո։ Նենց եմ հիշում իրանց գրասին։ Գոնե անկեղծ ասեց մարդը։ Հուսով եմ այդ դիսկով լիքը լավ բաներ է իր կյանքում եղել։ Ես մեր զրույցը կարող եմ մի քիչ ուրիշ ձև էի գծել, բայց այնքան եմ սիրում, որ իմ գծածով չի գնում։ Ու այնքան լավ խոսացինք, այնքան քեզ չէի տեսել, ու այնքան համ քեզ տեսա, ոնց որ թողել էի, համ ուրիշ տեսա։ Չգիտեմ, շատ էմոցիոնալ էր ամեն ինչ, շատ ուրախ եմ, որ եկար։ Ամենակարևորը կարող եմ ասել իսկական էր, որովհետև ցավոք սրտի հիմա շատ է տարբերվում ֆիլտրը, տեսնում ես ֆիլտրը։ Ես կողմնակից եմ առողջ, իսկական մարդկանց, ում հետ կարող ես ոնց որ տեսնում ես իրականում, տենց էլ նկարների մեջ։ Եվ դա չեմ ասում պրոստը նկարի մասին, ես հասարակ դա ավելի խորը հարաբերությունների շփման։ Այդ իսկ պատճառով ես էլ եմ շատ շնորհակալ, իսկապես շատ գեղեցիկ էր, շատ լավ զրուցեցինք, հուսով եմ ավելի շուտ կհանդիպենք, դու էլ արի մեկ մեզ մոտ, կսրճենք։ Անպայման կսրճենք ու Կենտրոն համայնքի սրճելը միշտ էլ կա ու կա։ Հա, մենք էլ հարևաններ ենք, այստեղ էլ դեռ կհասցնենք։ Այո։ Ապրեցեմ ջան։ Մերսի, շատ շնորհակալ եմ։